1919 թվականի հունվարի 29-ին բծավոր տիֆից մահացավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը։ Լուրն արագ տարածվեց Երևանում և ամբողջ Հայաստանում։ Ժամանակի մամուլը մանրամասն նկարագրում է նրա հուղարկավորությունը Երևանում։ Փետրվարի 1-ին Երևանում փակված էին բոլոր պետական հիմնարկությունները։ Պողոս Պետրոս եկեղեցու դիմաց Աստաֆյան փողոցի երկայնությամբ շղթա էր կազմել միլիցիոներների խումբը։ Բազմության առջևում կանգնել էր ձիավոր զորքը։ Մեջտեղում ծաղկյա պսակներով զարդարուն սև դիատար օթոմոբիլը։ Եկեղեցին ու փողոցը լեփլեցուն էին մարդկանցով։ Դագաղի առաջ քայլում էին աշակերտներն ու որբերի խմբերը, հետո բազմաթիվ դրոշակներ։ Խուռն բազմությունը փորձում էր դագաղը վերցնել իր ուսերին։ Կարգապահները հազիվ էին կարողանում պահել սգերթի կարգը։ Չէ՞ որ Արամն իր ամբողջ կյանքում կրել էր իր կարող ուսերի վրա հայ ժողովրդի ճակատագրական դառնությունների ամբողջ ծանրությունը։ Արամ Մանուկյանի հուղարկավորությունը վերածվեց ազգային սգի։ Այդ օրը Երևանը դարձավ համազգային հիշողության և միասնականության քաղաք։ Արամ Մանուկյանի հրաժեշտի այդ պատկերները վկայում են, որ նա արդեն կենդանության օրոք դարձել էր Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանիշներից մեկը։